Հավատարիմ եկեղեցի։ Ինչ քաչալերական խոսք։ Զմիրնայի եկեղեցի։ Հայտնություն Հովաննու երկրորդ գլխում 8-11 համարները, այս 4 համարներով գազմված հատվածը այսպես կսե։ Եվ Իզմիրնայի մեջ եղած եկեղեցին հրեշտակին քրե։ Այսպես կսե առաջինը ու վերջինը, որ մեռավ ու կենդանացավ, գիտեմ քու գործերդ ու նեղությունդ եւ աղքատությունդ, բայց հարուստ ես, ու անոնց հայոյությունը, որ գսեն թե իրենք հրյա են, բայց չեն, հաբա սատանայի ժողովուրդ։ Փնավ մի վախնարային բաներեն, որոնք պիտի գրես։ Ահա փանսարգուն ցեզմե մեկ քանիները փանդը պիտի ցկե, որբեսի փորձվիկ, եւ 10 օր նեղություն պիտի ունենաք։ Մինչև մահ հավատարիմ եղեք, ու ցեզի գենաց պսակը պիտի դամ, անոր գահախտե երկրորդ մահեն պիտի չվնասվի։ Հավատարիմ եկեղեցի Զմիրնա։ Սիրելիներ, Աստվածաշունչին մեջ աստվածադուր անունները հոգևոր նշանակություն եւ իմաստ ունին, ինչպես նաեւ գարկմը անասունները կներկայացվին հոգևոր իմաստով եւ նաեւ փույսերը։ Զոր օրինակ Հիսուսի համար գսվի հութայի արույձը, ոչ թե հութայի շրջանին անդարներու մեջ գտնված արույձին է խոսքը, այլ հութայի անհաղթ թագավորը, հզոր թագավորը։ Օրինակ գսվի Սարոնի Շուշանը, մաքրության, անարատ կյանքի, անփասիր կյանքի խորհրդանիշն է Շուշանը, եկեղեցին Քրիստոսի աչքին Շուշան է, մաքուր եկեղեցի։ Օրինակ Աստված Աբրահամին անունը փոխեց Աբրամև եւ եղավ Աբրահամ, այսինքն բազմության հայր, եւ նույնպես Հակոբ գոչվեցավ Իսրայել, որ կնշանակե Աստուծո հետ մարդընչող։ Այս մեկը մենք կտեսնենք նաեւ նոր գդագարանի մեջ, ինչպես Հիսուս առաքյալներուն անուններն փոխեց։ Ինչ աստվածաշնչյան իմաստ եւ խորհրդանիշ ունի Զմիրնա անունը, հրյաներունքով սիրելիներ անունը եւ նշանակությունը մեծ կարևորություն ունի, իսկ Զմիրնան ինչ իմաստ եւ խորհրդանիշ ունի։ Զմիրնա անունին արմատն է Զմուրս։ Զմուրսը խունգի ամենաթերակույն, ամենաբարձր որակի խունգն է, որուն յուղը անուշահոտությունը թանկարժեք է, բավականին մոտ է ոսկի քինին, արժեքին։ Երբ որ մոքերը եկան եւ Հիսուսի ծննդյան ոսկի կնտրուկ եւ զմուրս բերին, ադիկա բարձ փարֆյումը անուշահոտ մչեր, շատ հատուկ իմաստ եւ նշանակություն ունի։ Զմուրսի հոգևոր իմաստն է օձվիլ զմուրսի յուղով։ Նախքան նահատակությունը եւ գամ փարավոր թաղման օձումը։ Նահատակության կացողները, հավատքի նահատակության կացողները գնթունեին հավատքով եւ երբեմն
շոշափելի գերբով ըզմուրսի յուղի օծությունը եւ այս մեկը մենք նաեւ գտեսնենք Հիսուսի կյանքի մեջ, երբ Մարիամ եկավ Նարտոսի յուղին շիշը գդրեց Հիսուսի ոտքերուն տապեց, մարդիկ արարգեցին արաքյալները ոմանք Հիսուս սավ թող դրեք անոր։ Դա իմ թաղմանը համար գադարեց։ Ըզմուրսը սիրելիներ գնվիրեին մարգարեներուն, որ Հիսուս ինք թագավոր էր, քահանա էր, մարգարե էր, եւ մարգարեն անիգա գընդուներ օծվելու իր թաղմանը համար։ Ըզմուրսով օծվիլը անուշահոտ զոհ եւ անմահ բադարակ է Աստուծո հաճելի հավերժական վկայությունով։ Շահադ է, վկայություն է, ինչպես Հիսուս Քրիստոս օծվեցավ նախքան իր նահատակությունը, զոհաբերությունը եւ նաեւ մարգարեները։ Իզմիրնայի եկեղեցին Քրիստոսին զոհաբերության գենթանի օրինակն էր իր ժամանակի մեջ եւ մինչեւ այսօր։ Այսինքն երբ մենք կսենք Իզմիրնայի եկեղեցի, մենք կխոսենք նահատակության մասին, նահատակվող եկեղեցվոմը մասին։ Մնալ հավատարիմ մինչև նահատակություն կամ զոհաբերություն։ Սիրելիներ, ըզմուրսի յուղի ուխտը, անոնք որոնք ըզմուրսի յուղով գոծվեին, դա իրենց ուխտն էր, անվերադարձ, հավատարիմ, մինչև վերջ, այսինքն մինչև մահ։ Եվ սիրելիներ, Աստվածաշունչի մեջ ուխտերը իր քերակույն աստեցությունը, նշանակությունը, օրհնությունը ունի։ Գիտեք, Աստված մարդկության հետ խոսեցավ իր ուխտերով ժամանակի ընթացքին։ Նոյան ուխտով, Աբրահամի ուխտով, Մոսեսի ուխտով, Հիսուս Քրիստոսի ուխտով, բայց այսօր մի օրինակ ըզմուրսի յուղին ուխտին հետ համեմատելով, ասեմ ցեզի մի ուխտ կա, որ ընդհանրապես դրա մասին չէ խոսված, բայց Աստվածաշունչի մեջն է, որ գոչվի աղի ուխտը։ Աստված Ահարոնի եւ Դավիթի հետ աղի ուխտ գաբած է, աղի ուխտ գնկած է, ասելով թե այն ինչ որ ես քեզի դվի, ես անիգա քեզի դվի ուխտով, որը անաբագանացու է, իմ ուխտս անաբագանացու է, այսինքն հավատացյալներուն քահանայությունը եւ հավատացյալներուն թագավորությունը։ Ասոնք սիրելիներ, պետք է մեր հավատքի կյանքի մեջ մեզի ուրախություն, վստահություն, հրժվանք եւ նվիրուն պատճառ է։ Աստված իր ժողովրդին հետ ուխտով գխոսի։ Իզմիրնայի եկեղեցին գանչվեցավ ապրելու եւ ծառայելու իր անվանագոչությամբ։ Իրենց անունը Իզմիրնա էր, այսինքն նահատակության օծում, մնալ հավատարիմ մինչև մահ։ Այս առաջին կետը։ Երկրորդ, Քրիստոս իր եկեղեցու հովիվներուն նաև գանվան է հրեշտակ։ Գսե Իզմիրնայի եկեղեցու քրե, Իզմիրնան տեսանք ամպով կերպով, եւ գսե Իզմիրնայի եկեղեցու հրեշտակին քրե։
Ինչու այս անվանումը, ինչ աստվածաշնչյան իմաստ ունի այս մեկը, ինչու չէ ըսված գրել Սմիրնայի կամ Եփեսոսի եկեղեցու հովիվին, որ ինքը հովիվ է, այլ հայտնություն Հովաննուի մեջ աս ոճը կա, որ գսե քրե հրեշտակին։ Հրեշտակները Սուրբ Հոգիի զորությամբ կսպասարկեն հավատացյալներուն, Աստուծո ժողովրդին սպասավորող հոգիներ են, կսպասարկեն Աստուծո գամքով եւ բադվերով, Աստուծո փառքին եւ թագավորության համար, զորավիկ կանգնելով Քրիստոսի եկեղեցու։ Դերը ինչ կբադվիրե, իրենք Տերոջը բադվիրանը կբահեն, կգադարեն, ցուցաբերելու սպասարկություն, օգնություն Քրիստոսի եկեղեցու եւ թագավորության եւ մանավանդ կսպասարկեն շատ հաջող աներևույթավես օգնությունը քեզի կա հրեշտակեն եւ դու օգնությունը գվայլես, բայց երբեք այդ հրեշտակը չես տեսնել։ Հազվադեպ է Աստծո խոսքի մեջ հրեշտակներուն երևույթը։ Սաղմոսի մեջ նա գսե այն հրեշտակներուն պիտի բադվիրե, որ դու ոտքդ քարին չզարնես, դերը քեզ հաջող պահած է, բայց դու այդ բահաբան հրեշտակը չես տեսած։ Հովիվ եղբայրներ եւ հովիվի սիրտ ունեցող քույրերս եւ եղբայրներս, եկեղեցու մեջ սիրելիներ, հավատացյալներ կան, լա քույր կամ եղբայր, իրենք աստվածադուր բարգև ունին եւ այդ բարգևը հովվության բարգև է եւ ըստ եկեղեցական հաշվահարդարի, որ ասի եկեղեցու մեջ 130 մինչև կգազմե։ Կտեսնես հավատացյալներ, որոնց կով հովիվի սիրտ կա, հոգի կա, ծառայություն կա, գարեկցություն կա։ Հովիվ եղբայրներ եւ հովիվի սիրտ ունեցող եղբայրներս եւ քույրերս, եկեք Քրիստոսի եկեղեցու սպասարկենք Քրիստոսի բադվերներով եւ գամքով, ինչպես Տերը մեզի կբադվիրե, եկեղեցու շինության համար, եկեղեցու զորավիկ կանգնելով, Աստուծո փառք ու բադիվ բերելով, հաջող աներևույթ ավես, որովհետև դերը կտեսնեք քու սիրտդ, քու հոգիդ, քու նվիրումդ եւ քու ծառայությունդ։ Քույրս, եղբայրս, այսօր դերը գսե, թող քու ծառայությունը գերբարանափոխվի հրեշտակային ծառայության։ Ծառայենք հրեշտակի հոգիով, ծառայենք աղոթքով, որ դերունական աղոթքի մեջ Տերը մեզի սորվեցուց, որ գսե, թող քու գամքը դլա, ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա։ Արդյոք այս նախատասության վրա, այս նախատասության դիմաց երբեք գանք արած ես, ինչ կնշանակե քու գամքը դլա, ինչպես երկինքը, նույնպես երկրի վրա։ Այսինքն ինչպես երկնքի մեջ հրեշտակները Աստուծո գամքը կգադարեն, Աստուծո գամքին ենթարկված է, թող մեր ծառայությունը ըլլա Աստուծո գամքին համաձայն, Աստուծո փառքին համար, օրինակ ունենալով մեր թեմը երկնքի հրեշտակները։ Եվ կանք երրորդ կետին, ով Սմիրնայի եկեղեցի, իմ երկնային նկարագրիս վերջին հատկությունը քեզի ուղված առաջին պատկամն է։ Հիմա մենք տեսանք, որ հայտնություն Հովաննու առաջին գլխում մեջ Քրիստոս կներկայանա իր երկնային նկարագրով, որ ինքը ինչպիսին է, իր ոսկի քոդին, մեջքին վրա, աչքերը, ոտքերը ոսկե բղինցի հնոցի պես, խոսքը
երկբերան եկսայրի սուրի պես եւ Քրիստոսի երկնային նկարակիրը կներկայացնե վերջին նախատասությունը, որ գսե Հովհաննես Արաքյալին, ես այն եմ, որ մերը բայց գենտանի եմ հավիտյանս հավիտենից։ Իր վերջին նկարակիրը հիմա գուկա առաջին պատկամը գուտա Իզմիրնայի եկեղեցին։ Ուրեմն Իզմիրնայի եկեղեցին շատ բան պետք էր հասկանալ, որ դերը իրեն գսե ես մերա, բայց հիմա գենտանի եմ հավիտյանս հավիտենից։ Ով Իզմիրնայի եկեղեցվո հովիվ եւ անդամներ։ Քրիստոս ասում է. ես աշխարհի վրա ապրեցա մահանալու համար։ Հիսուս երկիր ինչու եկավ? Խաչվելու։ Ամեն օր Քրիստոս կմոտենար իր մահվան։ Ես խաչվեցած էր մեղքերուն համար, որբեսի փրկվիկ մեղքի թադաբարդութենեն։ Ես հարություն արի, որբեսի ցեզի արշնորեմ իմ հարությունս։ Թեև դուք բոլորդ մահեն գվախնակ։ Բնական է սիրելիներ, մեր մեջը մահվան վախը։ Բնական է։ Ախոյաններ, զորավոր զինվորական մարդիկ, թագավորներ, բժիշկներ, բոլորն մահվան է գվախնան։ Օրմքերիս հետ արեպ տեղարան մտանք, մինչատ իր դարիներու հին հարևանն է եղել, կերիսը սկսավ իր հետ շատ ասպես մոդիկ շփում ունենալ, կերիս խոսեր իր հիվանդության մասին, տեղակորձնալ, այսինքն տեղադան սեփականադերը, անա խոսեցավ իր հիվանդության մասին, իսավ ես ասենց են, կերիս ասեց, ինչու օպերացիա չես անում, տեղակորձը, որ Եվրոպայում վգայալ էր, քաղաքի ամենելավ գողմերը կնստներ, ասավ, վախենում են, կերիս ասավ, եթե դուք վախենում եք, ապա մենք ինչ անենք, եթե դուք բժիշկ եք, և օպերացիային մահեն վախենում եք, այսինքն, մարդկությունը մահեն գվախնա, և Քրիստոս ասեկեղեցվո գսեմի վախնա։ Դեսեք սիրելիներ, Աստված մարդուն մեջ վախը թրած է, որբեսի մենք մահեն վախնալով հավատանք և ընդունենք Հիսուսը Տեր և Փրկիչ։ Օրը էլի այսպես հաշվի հարթարել է։ Մարդիկ կապաշխարեն, ապաշխարության պատճառը Քրիստոսի հանդեպ իրենց ունեցած սերն է, թե դժոխքի հանդեպ իրենց ունեցած վախն է։ Շատը ապաշխարած են վախեն։ Եվ ասիկա փարիք է։ Այս վախը մեր մեջը փարիք է։ Մենք վախնալով կճանչնանք Հիսուս Քրիստոսը և զինքը կընդունենք որպես Տեր և Փրկիչ։ Սակայն Քրիստոս կսե, ես իմ հարությանս է, որ ցեզի անմահական կյանք կբարգևեմ։ Ինչու մարդիկ մահեն կվախնան, որովհետև ապրիլ կուզեն և կյանքը Քրիստոս կուտա։ Քրիստոս Իզմիրնայի եկեղեցվո գսե և այսօր մեզի մի վախնակ, որովհետև ես եմ կյանքը, ես եմ, որ քեզի գենած կյանքի բսակը գուզեմ դալ, հավիտենական կյանք, գենած կյանք, անմահական կյանքի թագավորություն։ Եվ ապա Քրիստոս կանցնի Իզմիրնայի եկեղեցվո և գսե. ով Իզմիրնայի հովիվ և անդամներ, ես ձեզ ճանաչում եմ։ Նույն ոճը, որ բոլոր եկեղեցիներուն կներկայանա, գիտեմ ձեր գործերը,
որ քոհ եմ, ուրախ եմ, հաջած եմ, ընդունած եմ ձեզ, ես ձեզ չեմ մեղադրում, ինչպես մնացյալ 5 եկեղեցիները։ Այսինքն այսօր Քրիստոս քույրս եղբայրս քեզ չմեղադրեր, կճանչնա քեզ, ուրախ է քեզ մով եւ գսե գիտեմ քու նեղություններդ, այն վիճակեն, այն դակնաբեն, որ այսօր դու անցնում ես, ով հավատացյալ քույրս եղբայրս, ով Իզմիրնայի եկեղեցի, տեսնում եմ քու նեղությունդ, որ ինձ համար ինչեր ես քաշում գեղձավոր մարդկանցից։ Այս եկեղեցու շուրջը գեղձավորներ կային։ Եվ այս ոճը 7 եկեղեցիներու մեջ գրկնված է, որում մասին Քրիստոս կսե անոնք սատանայի ժողովուրդ են, սուտ առաքյալներ են, սուտ եղբայրներ են, անոնց պատճառած նեղությունը քեզի ես ճանաչում եմ։ Գիտեմ քու գործերդ, գիտեմ քու նեղությունդ, եւ մեկ քալ եւս Հիսուս կմոտենա իրականության եւ կսե գիտեմ քու աղքատությունդ։ Այս եկեղեցու անդամները մեծամասնությամբ գարիքավոր են։ Եվ ասիկա այս օրերուն որքան մեր սրդին մոդիկ խոսք է։ Հիսուս գիտե այդ նյութական դժվարությունը, այդ դակնապները, որ այսօր մեծամասնությունը ապրում են։ Հիսուս ասում է, ես գիտեմ քու աղքատությունը, բայց հարուստ ես։ Այս խոսքերը սիրելիներ ասողը Հիսուս է։ Հիսուս տեսնում է քու նյութականը, Հիսուս տեսնում է քու հոգևոր կյանքդ։ Եվ քու հոգևոր կյանքի համար ասում է հարուստ ես։ Այս եկեղեցին հարուստ էր հոգևորապես։ Սիրելիներ, հոգևոր հարստությունը իշխում է նյութական աղքատության վրա։ Հոգևորապես հարուստը իր նյութական աղքատության մեջ չի քայթաղիր, չի փողոքեր Աստուծո, չի մեղանչեր, բայց հաջող նյութապես հարուստ հավատացյալները հոգևորապես քայթաղվում են իրենց հարստության պատճառած հետևանքներից։ Ես հալեպի մեջ մի քանի անգամ բարձր ցայնով ասի, հարստության փորձությունները, հարստության պատճառած հետևանքները, դակնապները, անշուշտ խոսքս հավատացյալներուն է։ Ընդհանրապես ոչ բոլորը, նվիրյալները շատ հարկելի են, ընդհանրապես հարուստ հավատացյալները Աստուծո ժամ չունին։ Իրենց ժամը իրենց անձնական բիզնեսին, գումարին եւ այլն հոն կհատկացվի։ Հարուստ հավատացյալներուն փորձությունը հաջող Սոթոմ եւ Գոմորն է։ Ինչպես Ղոտ այս փորձության մեջ ինգավ։ Չգիտեմ ինչպիսի օրինակներ կուզեմ տալ։ Եթե մենք սպասարկում ենք հրեշտակի հոգիով, մենք պատրաստ ենք երթալու ծառայելու հոն ուր դերը մեզի կուղարկե։ Այդ քաղաքին մշակույթը, այդ քաղաքին վայրին ժողովուրդը, նյութականը մեր նախընտրությունը չէ, այլ մեր նախընտրությունն է Հիսուս Քրիստոսի ծառայել։ Իսկ նույնպես աղքատ հավատացյալներուն վայելած օրհնությունը
սիրելիներ Եղիայի նման Գարմեղոս լերան բոլոր օրհնություններն են։ Հին ուխտի մեջ երկու մեծ մարգարե կա, Մովսես եւ Եղիա, որոնք այլագերբության լերը Հիսուսի հետ էին։ Եղիա քաջ, մեղքը հանդիմանող, երկինքեն գրակ իջեցնող, մեծ արթնության մարգարե, բայց հստակ Եղիա աղքատ մարգարե, նյութապես, բայց ինչպես հարուստ էր հոգևորապես, որբևարին հացով պիտի գերագրվեր, ակրավները իրեն միսկիտ բերեին, օրմը եղբայրը սապ ակրավները եթե միսը գտնեն առաջ իրեն կուտեն, ոնց կբերեն, այսինքն ինչ կբերեն, ակրավեն ինչ կագնգալվի, բայց ինքը հզոր հավատք ուներ։ Իսկ անոնք, որոնք Աբրահամի նման հարուստ են հոգևորապես եւ նյութապես, անշուշտ այսօր չեմ գեցած մեկը քննադատելու, բարգապեգելու, հանդիմանելու կամ մեկը բարձրացնելու, երբեք պատասխանատվությունը է Աստծո խոսքը ներկայացնում։ Աբրահամ հարուստ էր նյութականով, Աբրահամ հարուստ էր հավատքով։ Այսինքն մենք Աստծո խոսքի մեջ հստակ տեսնում ենք նյութապես եւ հոգևորապես հարուստ հավատացյալները Աբրահամի նման գահասնին իրենց քերակույն օրհնության, որն է Մորիայի լերը, զոհել իր մեկ հադիգը, արդեն 110 քանի տարեկան եղած էր Աբրահամ։ Աբրահամ չէր մտածել, որ եթե իր մեկ հադիգը զոհե, էլի զավակ կունենա։ Մենք մեր ընտանիքի մեջ 7 տարեկան եղբայր ունեինք, իզմեբզդիկ մահացավ, 100 հոգի մորս մխիթարելու եկած են։ 99-ն գսեն, բարդու ինչու գուլաս, հոգևորես, գաղոտես, քույրերուն կկարոզես։ Մեկը եկած է այսպես, իսատ պրատ, բարդի քույրուսերը, ինչու կնեղանաս, էլի միած զավակներ անունը վաչե գտնես կմխիթարվես։ Մայրս ըսավ 99 ըսած դեղի չեղավ, կամ թե այդ մեկին, իվանանգալ եղավ, եթե դուք իմ եղբայրս անցյալ ամար դեսակ, վաչե անունով, ադի երկրորդ վաչեն էր, Աբրահամ աթույսը չուներ, բայց Աբրահամ հարուստ էր հավատքով, որ Աստված անիգա մերերներեն հարություն արնել գուտա եւ գլա ոչ թե միայն խոստումի որդի, այլ գլա հարության որդի, զոհելով Իսահակը։ Նույնպես հոգևորապես եւ նյութապես հարուստ հավատացյալներուն քերակույն օրհնությունն է իրենց ամենաթանկը զոհաբերել, լինել հավերժական օրհնություն։ Հալելի մեջ մի բան կա, եթե թարգմանեմ անունը արաբերենի հայերենի, կգոչվի Գարմեղոս, դեր Կարմել, Կարմել վանքը, Գարմեղոս։ Բավական յուրահատուկ վանք է, բայց շատ մեծ տարածություն ունի։ Ամեն մարդ չի գիտեր, չի տեսնել, որովհետև այս վանքը նաև փանդի գլմանի։ Ներսը ծառայողներուն չես տեսնել, իրենք աղոտքի նվիրված են, բայց երբ որ շատ վստահելի հանգամանքներով քեզի հանդեպ վստահություն ունենան, գարկ մփաներ գխոսին։ Մեծ վանք, մեծ, հազարավոր մետր, հրաշալի եկեղեցի ունի եւ ետևը մեծ թաշտ ունի, որ ցիտաբուդուղի ծառեր կան, ցիթենիներ կան։ Սուրիայի հողը փերի է ցիտենի գաջի եւ իրենք ամեն տարի այդ ցիտաբուդուղը կհավաքեն, գուղարկեն, յուղը կքաշեն, ամեն մեկ գալոնը մոտ $50 կվաճառվեր, ադիգա իրենց եկամուտ կլար։ Այսպես գտիդեի
Մեր եկեղեցին փոքր, աղքատ, ասպես ես մենց եկեղեցիներ երբ տեսնեմ, անպայման մի հատ կանգնեմ, ով շինած է, ով է այս եկեղեցու բարերարը, ինչպես եղած է, գումարը ուր եկած է, Ատկան կորձարաններով ցախով չեմ հետաքրքրվիր։ Որ մներս մդա ադուք սենյակ մգար, տեսա մեծ բատկերմը, մեկը այսպես կեցած էր, դա գպավական արաբերեն քրություն գար, և կրված էր մեծ բարերար, Մուհսեն Կաբիր, մեծ բարերար, անունը, ազգանունը, ասպես կեցա, հազարավոր մետր դարածությամբ հողը եկեղեցիի գառույցը նվիրած է որ ըլլա բանկ եւ տասնյակ տարիներ է իբեր ավելի քան 60 տարի է իբեր Հալեբի ներկա ամենահարուստ շրջանն է շահբը ամենահարուստ շրջանն է հոն at մեծ հողը միլիոն չէ միլիարդ գարժե նվիրած է եկեղեցի եւ հոն հիմա աղոթքի դուն է մարդիկ նվիրված են աղոթքի 5-րդ եւ վերջին թերգետը ով աղքատ բաց եւ այնպես հարուստ եկեղեցիս մի վախնար թիմագայելիք փորձութենետ Հիսուս աս եկեղեցվո սա մի վախնար այդ փորձությունը, որ ինձի համար բիդի գրես։ Եվ հոս Հիսուս կնշե, որ այս եկեղեցով փորձությունը բիդի դևե 10 օրեր։ Երկար ադեն կմտածեի, երկար ադեն, որ այս 10 օրը որքան ժամանակաշրջան է։ Եթե մեր քիծած 10 օրն է, խոսիլը չարժի։ Բայց այսօր մտքիս մեջ վադոհամը բացվա։ Նվազագույն 100 տարի է։ Կսեմ ինչու, երբ ինչպես ասանք կմտածեմ։ Հովհաննես Արաքյալ, որ իր աշակերտը աս եկեղեցվո հովիվն էր, նախքան ասնամագը հայտնություն Հովաննուն կրելը, իր սիրո աշակերտներուն ըսավ, ծեր հավատքն է, որ աշխարհին գահախտ է։ Սիրելի Իզմիրնայի եկեղեցիս, ծեր հավատքը եւ հավատարմությունը պիտի հաղթե հեթանոսության։ Իզմիրնայի եկեղեցիով բացվեցավ մեծ հալածանքի թուրը։ Ինչու։ Այս եկեղեցու հովիվն էր Պոլիկարպոս։ Պոլիկարպոս, ասի եկեղեցու բաղմուտենը մենք կկաղենք։ Պոլիկարպոսը Հովհաննես Արաքյալին, սիրո աշակերտն էր, որուն հանձնված էր Դիմետրիոսեն ետքը, Իզմիրնայի ժամանակ մը Դիմետրիոս ծարայած է, ընդառնավես Դիմետրիոս Էփեսոսին ծարայած է, իրեն հանձնված է Իզմիրնայի եկեղեցին եւ մոտավորապես 160-170 թվականին երբ որ մեծ հալածանքը գսկսի Պոլիկարպոս ձերացած ավելի քան 88 տարեկան գփախչիլ էր Հռոմեական գարշության զինվորները գհետևին եւ իրեն գծերփականին գբերեն քաղաքին հրաբարակը ասպես բարձր հարթակ խարույգով փայդերով լեցուն քերանիմը վրա զինքը գգաբեն եւ գսեն մենք քեզ պիտի այրենք խարույգի վրա եթե Քրիստոսը ուրանաս քեզ ազատ կթողենք իր մեկը բանջվի բոլորին հրաբարակա վսել որ ես Քրիստոսին ուրանում եմ եւ այս եկեղեցու հովիվը ասում է 88 տարի է իվեր ինդերս ինձի հետ հավատարիմ է ինչպես իրեն ուրանամ
Ես Քրիստոսին չեմ ուրանում եւ գրագը գուտան։ Եվ ինքը հոն խարույգի վրա կնահատակվի։ Նահատակությամբ Զմիրնայի եկեղեցին անուշահոտ բադարակ դարձավ եւ իր անուշահոտության զմուրսի հոտը բարձրացավ մինչև երկինք։ 10 օրերը ավարտեց։ Մեկ թար 100 տարի հալածանքի շրջանը ավարտեց, վրան մի քանի դասյակ տարիներ անցած էր։ Այս եկեղեցու հավատարմության հետևանքով թագավորներ սկսան ապաշխարել, սկսած Հայաստանեն եւ Հռոմեն։ Հավատարմությամբ եւ զոմաբահությամբ եկեղեցու ծառայությունը բացավ աշխարհի արթունության թուրը։ Ինչու Եվրոպայի եկեղեցին մեծ պահոց շրջանը դրավ, որտեղ այս եկեղեցիները աղոթքով եւ զոմաբահությամբ պայքարեցան անհավատության դեմ, որովհետեւ չմոռցվի եկեղեցական կանոն տրվեցավ։ Նյութական աղքատ եկեղեցին հաղթեց նյութապես հարուստ հեթանոս աշխարհին։ Ձեր հավատն է, որ աշխարհին կհաղթե, այդպես ասաց էր Հովհաննես Արաքյան։ Ինչպես անիրավ թադավորի գիրագին, որ գնշվի այսօր, դգար որպեվարին հաղթեց աստուծմե եւ մարտոսմե չամծող, աստուծմե չվախցող, մարտե չամծող անիրավ թադավորին։ Աղքատ հավատարիմ եկեղեցին հաղթեց նյութապես հարուստ հեթանոս աշխարհին։ Քրիստոսի հաճելի ու անուշահոտ զմուրսը հարստությունը սիրելիներ հոգևոր հարստությունն է։ Զմուրսը նվիրե Քրիստոսին, որպեսզի ըլլաս եւ ունենաս զմուրս աղոթքի կյանք եւ վկայություն։ Մոքերուն զմուրսը, Մարիամին Արտոսը, Զմիրնայի զմուրսի յուղի ուխտը իր անվանագոչությամբ ապրեցավ։ Եվ վերջին գետը հոգևոր հարստությամբ է, որ մենք պիտի շահենք կենաց բսակը։ Դերը ասավ, մինչև իմա հավատարիմ եղի, ու քեզի կենաց բսակը պիտի տամ։ Աշխարհային թագավորության թակերը գշահվին պատերազմական ուժերով, իսկ երկնային եւ հավիտենական թակերը գշահվին հավատքի եւ հավատարմության նվիրումով։ Պատկամ Զմիրնայի, պատկամ բոլորին, պատկամ անցյալին, պատկամ ներկայիս։ Վերջին մեծ նախատասությունս քրիստոնեական մեծակույն վկայությունը սիրելիներ հավատարմությունն է։ Ոչ մեր գիտությունը, ոչ մեր կարողությունը, ոչ մեր բարգեւը, ոչ մեր նյութական բարիքները։ Քրիստոնեական վկայության ամենաաստեցիկը հավատարմությունն է։ Եվ Հիսուս Քրիստոս իր զավակներուն պիտի բարձրացրե իրենց ապրած հավատարմության համեմատ։ Ոչ թե ինչ ըլի, այլ ինչպես։ Մնանք հավատարիմ սիրելիներ մեր հավատքի սկզբունքներուն։ Մնանք հավատարիմ նյութական սկզբունքներուն։ Մնանք հավատարիմ փարոյական սկզբունքներուն։
Այսօր սիրելիներ աշխարհի վրա ցավոք սրտի շատ քրիստոնյա անունով եկեղեցիներ կան։ Հավատքի սկզբունքներու մեջ խախտումը արևի պես մեջտեղ է։ Նյութական corruption-ը, աբագանությունը գլուխը արերկացել է։ Փարոյական խախտումները մեր ականջները ձագում են։ Խոսքս եկեղեցվո եւ եկեղեցականներուն է։ Այնքան որ այս մեղքերը Քրիստոսի եկեղեցին աբագանած է։ Եվ մենք այդ մեկը քալիք օրերուն կտեսնենք 7 եկեղեցիներուն մեջ։ Մնանք հավատարիմ մեր հավատքին, մնանք հավատարիմ նյութական փողի սկզբունքներուն եւ մնանք հավատարիմ մեր փարոյական կյանքին։